Ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի նոր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը։ Քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձողը, առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք, առանց որևէ առնչվող տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական եւ օրինական հիմքի, ասված է հայտարարությունում։ Հունիսի 17-ին Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց հայ առաքելական եկեղեցուն, ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Եգիպտոս նակադրեր է հրապարակել սոցցանցում։ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովի մասնակցելու նպատակով մեկնում եմ Շարմ էլ-Շեյխ տեսանյութինքից գրել է վարչապետը։ Նրա մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանը գագաթնաժողովին կմասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հրավերով։ Հրավիրվածների թվում է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի խաղահրապարակներից մեկում մետաղական ծանր կոնստրուկցիան շուռ է եկել 6-ամյա երեխայի գլխին։ Դեպքից 6 օր անց երեխան հիվանդանոցում մահացել է։ Հայտնում են ՆԳՆ-ից, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին, նույն օրը ժամը 16:49-ին։ Ուիգմոր ԲԿ-ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ սղարանից վայր ընկնելու հետևանքով գանգի հիմի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 2019 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչ տղա-երեխա։ Ոստիկանությունը պարզել է, որ երեխան մարմնական վնասվածք ստացել է նույն օրը ժամը 13:25-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի առաջին թաղամասի 8 շենքի դիմացի խաղահրապարակում խաղալիս մետաղական սղարանը գլխին ընկնելու հետևանքով։ Հայաստանից մի քանի բեռնափոխադրողներ Ռուսաստան մուտքի արգելք են ստացել երկրում գտնվելու թույլատրելի ժամկետը գերազանցելու համար։ Այս մասին հայտնում է հայկական Կարիտաս կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Նա հիշեցրել է, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՌԴ մոտաերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 դաշնային օրենքի նոր փոփոխությունները, ըստ որի ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում եւ բեռնափոխադրում իրականացնողներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի 32-ամյա հակամարտության կարգավորումը ձեռք է բերվել 1 ժամվա ընթացքում։ Այս մասին նա ասել է Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում Գազայի հատվածում խաղաղության հաստատման գագաթնաժողովի ժամանակ։ Դուք դեռ յոլա եք գրում, չէ՞։ Մենք պայքարում ենք 32 տարի եւ մոտ 1 ժամվա ընթացքում հաշտվեցիք, այնպես չէ՞։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին այստեղ գտնվելու համար, դիմել է Թրամփը Փաշինյանին եւ Ալիևին։ Եգիպտոսում կայացած գագաթնաժողովում Թրամփը պայմանագիր է ստորագրել Գազայի հատվածի հակամարտության դադարեցման մասին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի նախաբանի եւ եզրափակիչ մասի ընթերցումից հետո Հայաստանի ԱԺ պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մոտ տպավորություն է, եթե այն Նիկոլ Փաշինյանը չի գրել, ապա ակնհայտորեն խմբագրել է։ Այն տերմինաբանությունն ու համայն աշխարհին ուղղված մեղադրանքները, պիտակավորումները, որոնք արտացոլում են զեկույցում, այս տարիներին հնչեցվել ու տեղ են գտել Փաշինյանի եւ նրան պատկանող մի քանի լրատվամիջոցների բառապաշարում։ Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը հավելելով. «Պարզ է, թե ինչու այն չի հրապարակվել»։ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը Բաքվում եռակողմ հանդիպումից հետո ընդունված կոմունիկեի համաձայն կաշխատեն հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ավելացման ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է 10-ը, հողմանելով փաստաթղթին։ Ընդգծվել է միջազգային հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների ծավալը մինչև 15 միլիոն տոննա հասցնելու եւ բեռնափոխադրումների շարունակական աճն ապահովելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, ասում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետերի եւ Իրանի ճանապարհների նախարարի կողմից ստորագրված փաստաթղթում։ Մեծ Բրիտանիան վերացնում է Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի վաճառքի էմբարգոն արգելքը։ Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության, Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաունթին։ Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը եւ նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ կողմից 1992 թվականին առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում
ընկած տրամաբանությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարանների վերաբերյալ օրենքը վերացվել է, հայտարարել է Պաշտոնյան։ Նրա խոսքով այս որոշումը հնարավորություն կտա առավել զարգացնել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի միջև գործընկերությունը պաշտպանության և անվտանգային համատեքստում։ Հայ-առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում վարույթային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են կատարվում։ Հայտնում են քննչական կոմիտեից անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին և խուզարկություններին, որոնք կատարվում են այսօր առավոտից։ Իշխանական կամ ծառայական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքի մասնակցելու կամ հավաքի մասնակցելուց հրաժարվելու նպատակով շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարույթային և ապացուցողական անհրաժեշտ բոլոր գործողությունները։ Նշված է այս մասին քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են նաև Արագածոտնի թեմի ևս 5 քահանա և աշխարհիկ անձինք։ Քրեական ոստիկանները Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներգրված 11.5 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել, 4 անձ կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ-ից։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են Երևանի բնակիչներ 43 և 35 տարեկան տղամարդ և 39-ամյա մի օտարերկրացի։ 35-ամյա տղամարդը և օտարերկրացին իրենց վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են քննչական վարչություն։ Նշված է հաղորդագրությունում, նաև ասում է, որ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 3 փաթեթ։ Գործարար Սամվել Կարապետյանի 3 սկսված և գիշերն ընդհատված խափանման միջոցի որոշման դատական նիստը կշարունակվի այսօր ժամը 15:00-ին, այս մասին ասել է պաշտպան Արամ Բարթևանյանը։ Դատական նիստը մեկնարկել էր ժամը 18:00-ին և ընդհատվել գիշերը ժամը 2-ին։ Նրա խոսքով երեկվա դատական նիստը սկսվել է 20 րոպե ուշացումով, քննիչը միջնորդություն ներկայացրեց, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով ասել, քանի որ նա պարզապես կարդում էր միջնորդություն, որը ոչ մի առնչություն չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս իմաստով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է։ Երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Այստեղ կարող էին կարդալ անգամ Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որը շատ ավելի օգտակար կլիներ, նշում է պաշտպանը։ Բաքվի դատարանը տնային կալանք է սահմանել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի համար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեհդիևն այդ պաշտոնը զբաղեցրել է 24 տարի և պատվավոր կերպով ազատվել է Իլհամ Ալիևի կողմից 2019 թվականին։ Նրան մեղադրանքի առաջադրվել 3 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների, պետական դավաճանության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման համար։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց 2 ամսով։ Երևան քաղաքի Առաջին ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանի որոշմամբ սահմանափակվել են նաև նրա հետ տեսակցությունները։ Բացառություն է միայն մայրը։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի պաշտպանները կարծում են, որ որոշումն անհիմն է և պատրաստում են բողոքարկել այն։ Կալանքի միջնորդությունը քննած դատավոր Կարեն Ֆարխոյանը սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի և 17 համակիրների գործով նախագահող դատավորն է։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 30 օրով, նման որոշում կայացրեց հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր ավելի վաղ հոկտեմբերի 11-ին։ Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե երկրորդ, թե երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ կամ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կամ ընդհանրապես ավարտեք։ Դատարանի բակում հավաքվածներին ասել է Կարապետյանի պաշտպան Արամ Բարթևանյանը։
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ։ Հայտնում են ՊՆ-ից։ Նրանք քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին եւ երկարաժամկետ ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռմանն առնչվող հարցեր։ Պապիկյանն ու Կոլբին վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը։ Նշվում է, որ դրանք կարևորվել են եւ կարևորվել է նաև ԱՄՆ-ի դերը տարածաշրջանում կայուն եւ տևական անվտանգության հաստատման գործընթացում։ Երևանի ավտոբուս ՓԲ-ի հաշվեկշռում գրանցված թիվ 97 երթուղին սպասարկող Ժան-Տոնգ Մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ Ռուբինյոց փողոցում ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են գերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ Ավտոբուսի վարորդը երթևեկության ընթացքում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Sprinter Մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ այն բախվել է ծառին, ինչպես նաև դիմացը կայանված մեկ այլ մեքենայի, որն էլ իր հերթին բախվել է երրորդ մեքենային։ Ծառը կոտրվել է երկու մեքենա բավականին վնասվել են, երրորդը ոչ այնքան, նշել է Ասատրյանը։ Նրա խոսքով կայանված մեքենաներում ուղևորներ եւ վարորդներ չեն եղել, ավտոբուսներում էլ մի քանի ուղևոր է եղել, որոնք չեն դժել։ Իջևանի նախկին քաղաքապետը եւ նրա որդին ձերբակալվել են, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների խոսքը Վարուժան Ներսիսյանի եւ նրա որդու մասին է։ Հայտնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Իջևանի նախկին քաղաքապետը։ Վերջինս մեղադրվում է փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է նաեւ նախկին քաղաքապետի որդին, նշել են կոմիտեից։ Մարտի 28-ին վարույթ էր ընդունվել Ապոյնի ծագում ունեցող գույքի բռնագազման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Խոսքը Վարուժան Ներսիսյանից եւ նրա փոխկապակցված անձանցից Հօգուտ Հայաստանի անշարժ գույքի եւ գումարի բռնագանձելու մասին է։ Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն Թրամփի ուղի նախագծի, այլ նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության համատեքստում կապակցությունը խթանելու համար։ Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, խոսելով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ Խաղաղության խաչմերուկը ողջունվել է Եվրամիության կողմից դեռևս 2 տարի առաջ, եւ մենք ուրախ ենք, որ գալիս է խաղաղությունը, ասել է նա եւ նշել, որ պարզաբանման հարցեր կան, սակայն ԵՄ-ն որպես Հայաստանի գործընկեր կաջակցի։